Տեսնեք ձեր պահանջը, ինչ եք լուսանկարներով ձեր որդիների կառավարության դիմաց, ինչ եք պահանջում։ Մենք այս 15 տարի, 18 տարի, երկար տարիներ է, որ կառավարության շենքի դիմաց ենք։ Ուղղակի այս որոշ ժամանակ լրագրողները չեն մոտենում մեզ, նկարահանում։ Բայց ես ասեմ, որ մենք մեր պայքարը մեկն է, որ մեր երեխեքի սպանողները պիտի պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Բայց դուք հստակ գիտեք, Այո, ովքեր են չգիտենք հստակ, բայց որ այս մեր քրեական գործերը վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց 6 իրավաբանից բաղկացած խումբ եւ ուսումնասիրեցին 5 քրեական գործ, որում որ համոզվեցին, որ այս բոլոր գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին եւ սրանք ոչ թե ինքնասպանություն, դժբախտ պատահար, սպանություն, հիվանդություն, էլի նորից ինքնասպանություն, այլ սպանություններ է։ Աննա Վարդապետյանը դեռ գլխավոր դատախազի պաշտոնը չէր ստանձնել, վարչապետի իրավաբաններ։ Վարչապետին ներկայացնում էր բոլոր գործերով մեր հատ առ հատ, որ եւ ասեց, որ ես գիտեի ծնողները էմոցիոնալ են խոսում, պարոն Փաշինյան, բայց այս ծնողները ճիշտ են եւ այս քրեական գործերը ոչ մեկը չեն համապատասխանում պաշտոնական վարկածին։ Մեզ երբ որ վերջին անգամ վարչապետը մեզ ընդունեց, վերջին գործից հետո, վերջին անգամ 2022 թվականի օգոստոսի 29-ին վարչապետը մեզ ընդունեց, Աննա Վարդապետյանը երբ որ ներկայացրեց վերջին գործը քրեական, վարչապետը ասեց, դե որ տենց է, ես իմ ձեռքերը լվանում եմ, քաշվում եմ։ Մի կողմ Վարդապետյան, այս գործերը քեզ տալիս եմ օժիտ, հենց տենց էլ ասեց։ Գնում ես դատախազություն եւ այս գործերը քո արդեն հնարավորությունները ավելի լայն կլինեն, այո, Փաշինյանն ասե, եւ քո հնարավորությունները ավելի լայն կլինեն, որպեսզի այս քրեական գործերը ավարտին հասցնեք։ Մինչև այսօր Աննա Վարդապետյանին մենք ասեցինք, որ շնորհավորեցինք նախ եւ ասեցինք, որ Վարդապետյան, ուրեմն մենք կգանք ձեր մոտ, որ տեսնենք ինչ եք անելու այս քրեական գործերով, ասեց խնդրում եմ մամաներ ջան, ինձ 2 ամիս ժամանակ տվեք, ես ձեզ կընդունեմ ու կտեսնենք արդեն ինչ պիտի անենք։ Արդեն քանի տարի է, որ ինքը գլխավոր դատախազի պաշտոնն է ստանձնում, ոչ ընդունելա, ոչ լսելա։ Այսինքն ձեր պահանջը կոնկրետ դատախազ Աննա Վարդապետյան։ Այո, որովհետև մենք համոզված ենք, որ միայն դատախազը պետք է դաբրոն տա, որ այս քրեական գործերը վերավորակում ստանան, հոդվածները փոխվեն եւ արդեն սպանություններ են սրանք։ Եթե 15 տարի իմ տղայի կոնկրետ գործով մյուսը չեն կարողացել վարկածը հաստատեն, ապացուցեն, մենք ասում ենք, որ մեր երեխեքին սպանել են, ըստ քրեական գործի երևում է, իմ տղային սպանել են Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում 2010 թվականի մարտի 15-ին բերել են իմ որդու մարմինը տվել են մեր ձեռքը, որովհետև իմ տղայի հետ հեռախոսով զրույցի ժամանակ ինքը ասեց, մամա, էսի բանակ չի, բարդակ է, ասեց ինչ ա եղել Վալեր ջան, ասեց տղեկը սալարկա էին գողանում, որ տեսա, ասեցին ձեն չհանես, քեզ էլ փող կտանք, ասում ասեցի ինձ պետք չի, 4 օր հետո գլուխը կերան երեխուս, ասում եմ Վալեր ջան, բատեղ կամանձիր բան չկա, չեն վախենում տղեկը որ կբռնվեն, ասում եմ մամա ինչ կամանձիր, աֆիցերը իրա մեքենայով զատնիև գալիս է, տղեկը լցնում են գնում է, 4 օր հետո երեխուս գլուխը կերան, դա Հայկազով զորամասում է, այդ իրանց ասած, այս իշխանությունների ասած էլիտար զորամասը, 39-138 զորամաս, Ղարաբաղում։ Այսինքն 15 տարի գործ կա, բայց գործը քննության մեջ է։ 15 տարի, այո, քննություն է գնում, նախաքննության փուլում է մեր գործը։